Առաջ անգամ որ ես երբևէ ոդկասթում եմ։ Հիմա շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու խնայողություններից։ Փորձում ենք պատկերացնենք, թե թոշակի գնալիս ինչ ապրելակերպով ենք ուզում ապրել։ Ինչու պետք չի փողը պահել բարձի տակ կամ գրպանում։ Ես ավելի շատ կորպորատիվ բանկիր եմ։ Բանկերը շատ սխալ որպես կառույց շատ սխալ ընկալված են։ Բանկը ինչ անում, ինքը ռիսկերի կառավարմամբ է զբաղվում։ Եկամուտի ինչքան մասը պետք է խնայողության ուղղել։ Դա բացարձակ իմ ուղղվածությունը չի։ Այսօր վաղը մինչև կեսօր։ Էդ է մեր տրամաբանությունը։ Մի բառն է, որ ինձ սկսում է զայրացնել, Ինչը։ երթևեկությունը։ Ես նկատում եմ, որ մեր ագրեսիան շատացել է։ Շնորհալի դե դուրս գանք լույսանջատենք դուրս գանք։ Բոլորս էլ բանկ ունենք։ 2024 թվականի հարցումների համաձայն Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 40%-ը ունի խնայողություններ, որից միայն 6%-ն է, որ պահում է ֆինանսական հաստատություններում եւ ակտիվներում։ Մնացածը ենթադրում են, որ գրպանում կամ բարձի տակ, ինչը տխուր փաստ է։ Իսկ այսօր այս աթոռին նստող մարդը մեզ կտա ճիշտ տեղեկատվություն սեփական խնայողությունների կառավարման վերաբերյալ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ եւ հետեւեք մեզ ABC Media-ի եթերում։ Ողջույն բայր։ Ողջույն Գերարդ ջան։ Ոնց ես։ Լավ, շնորհակալություն դու։ Լավ, շատ լավ։ Նախ շնորհակալ եմ, որ քո շատ սեղմ ժամանակից հատկացրեցիր այսօր իր հետ այստեղ զրուցելու։ Այս մեկ ման փուլումը չէ, շատ խառն է ամեն ինչ։ Ոնց ես պատմի տեսնեմ արդեն քանի անգամ չէ, դու ամեն տարի Հայաստան ես, չէ՞ գալիս։ Ինչ բան փոխվում է քո մոտ ամեն անգամ գալուց։ Շատ լավ հարց ես տալի, ասում այս հարցին ես ամեն գալուց մի քանի անգամ պատասխանում եմ, ամեն անգամ փորձում եմ տարբեր ձև։ Եղար ջան, նախ շատ շնորհակալություն, որ դու էլ հրավիրեցիր ինձ։ Կցանկանայի, որ մի քիչ ավելի, ասում եմ, շուտ այդ խոսակցությունն ունենայինք, ոչ սենց հապճեպ ամեն ինչ անեինք, հա։ Համաձայն եմ։ Բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, առաջ անգամ որ ես երբևէ ոդկասթում եմ։ Շնորհավոր եմ։ Շնորհակալություն, տեսնենք ոնց կստացվի։ Շատ լավ։ Նայ, Հայաստան գնալ գալը դե ես 8 տարի է որ Մեծ Բրիտանիայում եմ բնակվում ու աշխատում եմ վերակառուցման զարգացման եվրոպական բանկում գործի բերումով շատ բարեհաջող ստացվել է որ նաև Հայաստանը այն երկիրն է որտեղ ես գործունեություն եմ ծավալում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գծով ու վերջի 2 տարին առավել եւս ակտիվ երևի տարին եթե չխափեմ 3-4 անգամ գնում գալիս եմ ներառյալ նաև հանգիստը ընտանիքի հետ։ Ու ամեն անգամ, տեսնում որ ես վերադառնում եմ, ինձ պահանջում է մի քանի ժամ, մա ցենց մտածելակերպի փոփոխություն, հավսը վերադարձել եմ ստեղ ու ամեն ինչ, այսինքն այդ դժվարությունը չկա, որ այնտեղ ապրում ես, հետո գալիս ես ստեղ ուրիշ ձևակյանքը, չէ, իմ համար շատ հոգեարազատ է, այսօտիկի իմ երկիրն է, իմ քաղաքն է։ Արագ ես հետ ադապտացվում էլի։ Շատ։ Ամեն անգամ որ ճիշտ ասեմ, մենակ մի բառն է, որ ինձ սկսում է զայրացնել, այդ երթևեկությունը։ Դա մեզ էլ է զայրացնում։ Այս անգամ էքսպերիմենտի կարգավիճակով բան էի արել։ Մեքենայի մեջ զրոյացրել էի հաշվիչը, որ տեսնեմ ինչքան եմ այս ընթացքում քշելու։ Ինչքան։ Շատ ցավալի է։ 4 շաբաթվա մեջ ղեկի եղել եմ 94 ժամ, այսինքն կարելի ասել շաբաթը մի ամբողջ օր ղեկի վրա, հա, եթե վերածենք ասենք ժամերի, շատ ափսոսալի է, բայց ես ղեկի իլում եմ համարյա այնքան, ինչքան այս օրերին, ասենք քնում եմ։ Ժամանակի կորուստ է, չէ։ Իրականում դու նայ, ես քեզ մի քիչ նախանձում եմ, որովհետև դու 4 շաբաթ ես այդ ամեն ինչը անցկացնելու։ Հետո մեր դեպքում մենք շարունակում ենք այդ նույն երթևեկության մեջ մնալ, բայց ես ասեմ երթևեկությունը հենց այն կետն է, որտեղ որ ես նկատում եմ, որ մեր ագրեսիան շատացել է։ Ինքը շատ կողմերն է ցույց տալիս մեր բնակչության այս վերջին շրջանի եւ այլն այն տրավմաները, որ անցել է Հայաստանի բնակչությունը, ինձ շատ լավ արտացոլում է երթևեկության մեջ։ Չգիտեմ համաձայն չես իմ հետ։ Շատանալը չի ասի, որ ագրեսիան հենց այդ ոլորտում շատացրել, թե միշտ էլ ագրեսիվ է եղել համեմատած, չգիտեմ, այլ մեր հարևան երկրների եւ այլն։ Բայց մի բան էլ վերադառնանք քո ասացին, որ դու նախանձում ես ինձ որտեղ ես 4 շաբաթ եմ, իրականում չէ, եթե ես ստեղ մշտական լինեմ, բնականաբար իմ ռեժիմը նույնը չի լինելու, հա, ես հիմա ստեղ աշխատանքի չեմ գնում, այսինքն իմ առօրյան ավելի շատ կառուցված էր ընտանիք, երեխաներ, ընկերներ ու մի քիչ էլ անձնական գործեր հասցնել այս կողմենքով, դրա համար մի քիչ շատ եմ ղեկ եղել։ Թե չէ այլ պարագայում բնականաբար ես Երևանում ավելի շատ ոդկով եմ ման գալիս։ Ոդկով Երևանը այլ ոդկով զբոսնելու համար
իրոք շատ հարմար քաղաքաշատ։ Հա, եթե այս ժամին շոկ է, հիմա առավոտ, ասենք, ցերեկան ժամը 1-ն է, այսօր շոկ էր, իրականում եղանակն էլ անկանխատեսելի է լինում։ Վայ, ես ասացի սենատորի նստող մարդը, բայց չներկայացրեցի քեզ։ Արի մա դուք ես ներկայացրա, որովհետև հիմա շատ հետաքրքիր թեմայից ենք խոսելու խնայողություններից եւ ցավոտ թեմա եւ հետաքրքիր թեմա է։ Մա դուք ես ներկայացրա, որ մեր լսողներն էլ իմանան։ Շատ լավ։ Ես Վահեն եմ։ Հայաստանում սովորել եմ ֆրանսիական համալսարան, ամերիկյան համալսարան, հիմնականում ֆինանսների եւ մենեջմենթի ուղղվածություն, հետո Մեծ Բրիտանիայում նաեւ սովորել եմ King's College-ում ֆինանսներ, հաշվետվականություն եւ հաշվապահություն, ու հաշվետվականությունը դա կորպորատիվ կառավարումն է ավելի շատ։ Որից հետո արդեն 8 տարի աշխատում եմ վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկում, մինչեւ էլ Հայաստանում բանկերի տարբեր ճյուղերում աշխատել եմ, ամենաերկարը եղել եմ retail բանկում, HSBC հաճախորդների սպասարկում, իսկ դրամարկային գործարքներ եւ անկանխիկ գործարքներ։ Այլ բանկերում էլ ունեցել եմ տենց փորձառություններ տարբեր բաժիններում, ու կարելի ասել ֆինանսական ոլորտում մի քիչ ամեն ինչից պատկերացում կազմում եմ, էլի։ Ու շատ հետաքրքիր, բայց տարօրինակ ձևի այդ մեր lifelong learners համայնքում, հա, չգիտես ինչի ձևավորվել է կարծիք, որ ես ֆինանսական գրագիտության հետ կապ ունեցող մարդ եմ, չնայած դա բացարձակ իմ ուղղվածությունը չի, հա, ես ավելի շատ կորպորատիվ բանկիր եմ, այդ ամեն ինչը զուտ անձնական փորձից ելնելով եմ, այսօր ինչքան էլ որ դու ինձանից պատասխաններ ես ուզենալու, այդ ամեն ինչը լինելու է իմ փորձից ելնելով։ Բայց ասեմ ինչի ես տենց եմ, ինձ թվում է մեծ համայնքում գտնվող յուրաքանչյուր անդամ էլ տենց է մտածել, թե մի անգամ դու շատ լավ հետաքրքիր տենց սեմինարատիպ ինչ-որ միջոցառում անցկացրեցիր խնայողությունների վերաբերյալ ու բոլորիս մոտ դրանից է տպավորվել, որ ամեն դեպքում մարդես ով գիտի դրանից, տեղյակ իմ սխալն էր։ Հիմա ընկել ենք, պիտի քաշենք։ Բայց եթե գանք բանկերին, ես մի հատ կուզենայի ասենց ինտրո տայի, որ բանկերը շատ սխալ որպես կառույց շատ սխալ ընկալված են մեր հասարակությունում։ Քեզ մի հատ դեպք պատմեմ, այս վերջերս իմ ծանոթներից մեկը վարկ էր վերցրել ու բավականին խոշոր վարկ ու մարումը չէր արել ժամանակին եւ այլն, պարզ է, չէ, օրենքով արդեն ինքը գնում է որոշակի դասակարգումների փուր հաճախորդը ու ինքը բողոքում էր նրանից, որ դե թալանա տոկոսը շատ բարձր է։ Իմ առաջին բանը եղավ էս. դու գնում ես խանութ հաց գնելու, հացը ունի գին։ Իսկ ով ասել, որ բանկի տված վարկը չունի գին, որը հենց տոկոսն է։ Մարդիկ չեն ընկալում, որ բանկի ապրանքը հենց այն փողն է, որը քեզ տալիս է։ Դրա դիմաց ինքը պետքա ստանա որոշակի գին, որը հենց այդ տոկոսն է։ Հիմա կուզենայի, սենց եթե գանք փորձենք գտնենք ամեն դեպքում պատճառները, ինչը կարող լինի, վայ, որ մենք մեր հասարակությունում բանկի հանդեպ մեր ընկալումները կամ թերիա, կամ այդքան էլ ճիշտ չի, այսինքն սենց ասեմ։ Ըստ ինձ սա իմ կարծիքն է, էլի, կարաս եւ չհամաձայնվես։ Նաև հիմա բանկային ոլորտում լինելով եմ, էլի ասում։ Միանշանակ շատ հետաքրքիր հարց ես բարձրացնում, որտեվ իմ կարծիքով մենք ավելի սպառող հասարակություն ենք ու բանկային գործառույթների մի կողմին բավականին լավ ծանոթ ենք, իսկ մյուս կողմին ոչ այդքան, որտեվ բանկը իրականում ինչ է անում։ Ինքը փողի տեղաշարժն է ապահովում, վերցնում է փողը, տեղաբաշխում է, այո, տնտեսվարողների մի խմբից տնտեսվարողների այլ խմբի։ Եթե նայես փողի պրիզմայից, այդ է իրանց գործառույթը։ Գումարը հավաքում են, դրա դիմաց վճարում են, այսինքն խնայողությունների համար վճարում են որոշակի տոկոս, այդ այն գինն է, որ դու ստանում ես քո խնայողությունների դիմաց, հետո բանկը իր սեփական ռիսկով այդ գումարը տեղաբաշխում է այլ ոլորտների մեջ, հիմնականում կորպորատիվ սեկտորի, այսինքն բիզնեսներին վարկավորում է ապահովում, եթե խոսում ենք այն ամենահասարակ պրիմիտիվ կորպորատիվ առևտրային բանկերի գործունեության մասին։ Բարձա բանկերը այլ գործառույթներ էլ ունեն, որոնք Հայաստանում այս պահին նոր կամ զարգանում են, կամ դեռ մենք հենց դրան չենք հասել, բայց ամեն դեպքում Իսկ դա փողի տեղաշարժն կամ մյուս կողմից եթե նայես, դա բանկը ինչ անում, ինքը ռիսկերի կառավարմամբ է զբաղվում։ Ինքը ռիսկերն է տեղաշարժում մի ուղղությունից մյուս ուղղություն։ Հիմա եթե սպառողական մտածելակերպ ունեցող հասարակություն ունես, դու այսօր ավելի շատ սպառում ես, քան խնայում։ Հետևաբար դու անընդհատ ունես գումարի կարիք, այդ գումարի կարիքը բավարարելու համար դու ինչ պետք անես, պետք է վերցնես վարկեր։ Ու սպառողական վարկերի պակասորդ Հայաստանում չունենք, այո, վարկեր տրամադրող կազմակերպությունների պակասորդ էլ նույնպես չկա։ Դրա համար այդ կողմից օրինակ, այո, ինքը տոկոսադրույքը կարա բարձր լինի, բայց ինքը բարձր է լինում ինչի հաշվին, որովհետև նաև մյուս կողմից բանկը քեզ տալիս է որոշակի տոկոսադրույք
ավանդների համար։ Ինքնարժեքը ոնց որ այո, բանկի համար այն տոկոսը, որը քեզ տրամադրում է, թե շատ པարզ բառերով խոսանք, այլ գործոններ եկան դրանք հաշվի բան չանենք, բայց այն տոկոսադրույքը, որը վճարում է ավանդների դիմաց, դա բանկի ինքնարժեքն է իր ծառայությունների համար, որի վրա ավելանում է որոշակի մարժ, ձևավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույք, որն էլ այդ տոկոսով վերցնում են հաճախորդները։ Հետո տոկոսադրույքը պետք է կապ ունենա հաճախորդի ռիսկայնության հետ։ Իսկ եթե մենք խոսում ենք անհատ ֆիզանց վարկառուի մասին, ֆիզանց վարկառուն ինքը պետք է ունենա շատ ավելի բարձր ռիսկայնություն, հետո իր տոկոսադրույքը պետք է լինի ավելի բարձր, քան թե խոսում ենք կորպորատիվի մասին։ Ու այդ բոլոր գնահատականներից բանկերը կամ վարկավորող կառույցները իրանք ունենում են որոշակի գնագոյացման մոդելներ, որոնց հիման վրա ձևավորվում է նաև այդ տոկոսադրույքը։ Այսինքն հաշվի առնվում ինչքանով են իրանք փող ներգրավում ավանդների տեսքով, վրան ավելանում է ցանկացած տեսակի ռիսկերի պրեմիումները, այսպես ասած, այսինքն ինչ ժամկետով է տրամադրում կարճ տրամադրված վարկը տեսականորեն պետք է ունենա ավելի ցածր տոկոսադրույք, անհատի դեպքում ցածր, մեծ կազմակերպության դեպքում հակառակ լոգիկան։ Իհարկե, անհատների դեպքում նաև վարկային պատմություն, այսինքն եթե մարդու վերջի մի տարվա մեջ ունեցել է 60 քանի օր ուշացում, բնականաբար այդ մարդուն պետք է ավելի բարձր տոկոսադրույքով վարկ տրամադրվի, քան այն մարդկանց, ովքեր պարտաճանաչ դա սպառում են, նաև պրոդուկտների հասանելիությունն է տարբեր լինում։ Այսինքն եթե դու բանկում չես կարող գումար վերցնես, դու ստիպված հետո գնում ես արդեն վարկային կազմակերպություններ, դրա հաջորդ քայլը դա արդեն ոսկու գրավով լոմբարդ եւ այլն, եւ վերջի տարբերակը դա փոխառություններն անհատներից, որը տոկոսով փոխասվածն է, այո։ Իրականում շատ կարևոր բան ասիր, կտոր ասիր, մենք խոսենք վարկի տոկոսի ոնց որ ձևավորումից, դու ընդհանրապես մի կոմպոնենտը նշեցիր, դու ասիր, որ կա այլ կոմպոնենտներ, բայց մեկը եւս կարևոր է, բացի ավանդի տոկոսադրույքից, որը որ կազմում է հենց ինքը տրամաբանորեն վարկի տոկոսի ինքնարժեքը, այնտեղ կա նաեւ ինֆլյացիայի տոկոսը, որը որ ազդում է դրա վրա։ Հիմա սա պատասխանում է այն մյուս հարցին, թե ինչու պետք չի փողը պահել բարձի տակ կամ գրպանում։ Ուզում եմ հասկանամ, ինչի մեր հասարակությունը այսինքն ինչին գիտեմ, ինչքան որ լսել եմ, որ ինչ որ սովետ միության ժամանակ բանկերին հանդեպ անվստահությունա ձևավորում, ինչ հիմա դա շարունակվում է, փոխանցում ինչ որ սենդեսում, բայց այս հիպոթեզը ինձ անկեղծ ասած չի բավարարում, էլի։ Հիմա մենք ինչ պետք է անենք, որպեսզի տեղ հասնենք այդ խնայողություններ անելու գաղափարը ու ավելի կարևոր հարց, ու ավելի հետաքրքիր հարց դասոյի համար։ Վերջապես կա տենց թիվ թե եկամուտի ինչքան մասը պետք է խնայողության ուղղել ու ինչքան մասը պետք չի ուղղել խնայողության կամ ներդրումներին, որը որ կարա բերի ռիսկի անհատի համար։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, որ մոտեցումը, երբ որ ասում են սովետից մնացած բանկերին չվստահել եւ այլն, այդ այսօր արդեն այդքան ակտուալ չի, հա։ Այդ կարող է այն մարդկանց համար ցավալի լինել, ովքեր իրոք գումար են կորցրել 90-ականներին, բայց այսօրվա մեր աշխատավոր հասարակության մեջ, որ կարող է գումար խնայել, իրանք երևի առնչություն չեն ունեցել բանկերի հետ այն ժամանակ։ Իսկ չխնայելու տենդենսը իմ կարծիքով ավելի շատ կապված է երկարաժամկետ պլանավորման եւ երկարաժամկետ մտածողության հետ։ Շատ լավ է ասիր։ Այն տեսանկյունից, որ եթե դու չունես վստահություն ու չես կարողանում ապագան պլանավորել, դա շատ դժվարացնում է խնայելու բանը։ Այսինքն այսօր ավելի հեշտ է ծախսել, որովհետեւ դու այսօր գիտես ինչ է։ Այսօր վաղը մի տարի հետո գիտես ինչ է սպասվում։ Այսօրվա օրով ես ապրում։ Իսկ երբ որ դու ունես վստահություն, մի քիչ ավելի երկարաժամկետ պլանավոր, դու հասկանաս, որ ես խնայողությունը կամ ներդրումը ինչ է։ Այսօրվա քո սպառումը դու հետաձգում ես, որպեսզի ապագայում կարողանաս անել մի բան էլ ավելանալ։ Հետևաբար տեղից գալիս է արդեն երկու կոմպոնենտ։ Մեկը քեզանից անկախ գործոններն են, որ դու բնականաբար ապագայի վրա վստահություն չես կարող ունենալ, եւ երկրորդը դա այն ամենն է, որ եթե մի պահ դու նստես ինքնարեֆլեքսիայով զբաղվես, փորձես հասկանալ քո ապագան ոնց անելու 15, 20, 30 տարի հետո, իսկ մա շատ գեղեցիկ պատկեր կլինի։ Մենք այն օրը զրուցում էինք, ես քեզ այն օրինակը բերեցի, որ փորձում ենք պատկերացնենք, թե թոշակի գնալիս ինչ ապրելակերպով ենք ուզում ապրել ու ինչքան գումար է մեզ հարկավոր լինելու դա ապահովելու համար։ Հիմա կա դրան էլ մի քանի մոդել, հա, մեր կենսաթոշակային ֆոնդերը ինքը իմ կարծիքով հրաշալի բան էր, որ մեր մոտ դա սարքեցին պարտադիր ու բոլոր մարդիկ, ովքեր օգտվել են, իրանց համար դա միայն դրական էֆեկտ է ունենալու, որովհետև ոնց է, չէ, բանկը երբ որ դու վարկ ես վերցնում, ինքը քեզ ֆիքսում է մի հատ օր ու այդ օրը դնում է direct debit, փողը հաշվիցդ միանգամից տանում է։ Այն նույն կերպ խնայողությունները պետք է լինեն, այսինքն դու վերցնի,
ու միանգամից խնայի։ Այո, որտեվ եթե դու թողես նրան, որ աշխատավարձը ստացա, ամիսը վերջացավ, տակը որ մի քիչ փող մնա, այդ փողը ներդրում եմ անելու, ամենայն հավանականությամբ դու օրվան չես հա, այսինքն այդ գումարը չի մնալու այնտեղ, վերջի պայմանը ծախսելու ես, այսինքն ամենալավ ստրատեգիան իմ կարծիքով հենց միանգամից որոշել թե ինչքան ես ուզում դու ամսական գումարից, ամսական եկամուտից խնայես, այդ գումարը բանկին դնես հրահանգ վճարես, կոպիտ հաշվարկով։ Շատ լավ, առաջինը դու քեզ վճարես։ Իսկ թե ինչքան տոկոս քո ընդհանուր եկամուտներից պետքա դրան ուղես, դες ոնց ամեն մարդու մոտ անհատական է։ Կա ընդունված այդ մոտեցումը, ասենք 50-30-20 են ասում, 50-30-20-ը դա երբ որ քո եկամուտի 50%-ը ուղում ես քո կարիքներին, 30%-ը ցանկություններին, 20%-ը խնայողություններին, որն էլ կատարում ես ներդրումների տեսքով։ Հիմա այդ 20% խնայողությունները ոչ թե անենք 50-30-20, այլ ես ավելի շուտ կասեի 20-50-30, որ սկզբից 20%-ը ներդրում արա, հետո նոր 50%-ը ծախսի քո կարիքների վրա, այո, չգիտեմ, դեռ բնակարանի վարձակամ հիպոթեկա, կոմունալներ են, տրանսպորտի ծախս, սնունդ, այդ ամեն ինչը պարտադիր ծախսեր են, հետո ցանկություններ։ Ուստեղ մի շատ կարևոր բան կա, որ պետք է հասկանանք, որ այդ 50-30-20-ը ինքը նախ հստակ ամեն ամսվա համար չի, որտեղ բազմաթիվ գործոններ կան։ Քո աշխատավարձն է ամսից ամիս տարբերվում, քո ծախսերն են ամսից ամիս տարբերվում։ Դա ավելի շատ թիրախային ցուցանիշ է, որին պետքա ձգտես ու ավելի հեշտ է դա նայել տարվա կտրվածքով, որի համար էլ որպես առաջի քայլ ֆինանսապես բարեկեցիկ ապրելու համար պետք է անես բյուջետավորում։ Մի հատ նախ հասկանաս թե ինչքան գումար ես դու աշխատում, ինչքան ծախս ես ունենում։ Իսկ որ շատերը չեն անում, հենց ընդդես էլ կարող է այդ խնդիրը, իմ կարծիքով եմ ասում, Բայց ամեն դեպքում աշխատավարձից հենց ամենասկզբից 20%-ը կամ 10%-ը ներդնելը կամ խնայելը մեկը քեզ արդեն շատ լավ հիմք է տալիս հետագայում բարեհաջող ֆինանսական գործողություններ անելու համար։ Կամ կայունության գոնե բուֆեր ունենալու, որ դու հետագայում քեզ ապահովված զգաս։ Օրինակ գիտես իմ մոտ առաջին շոկը երբ ա եղել, երբ որ ուսումնարում էի արտասահմանում, մի հատ գերմանացի տղայի ծանոթացա, անունը Մարկ էր, ինքը որ ասեց ինչքան գումար է խնայել մոտավորապես թոշակի համար, կենսաթոշակային ֆոնդում, ասենց մի բա լավ, դու լավ ես ապրել։ Ինքը իմ մոտ արդեն մի անգամից զգացվեց, որ հետագայում չգիտեմ գոլֆ խաղալով ծերություն ունենալու, ի տարբերություն ինձ, որ ես այդ ժամանակ ընդհանրապես ոչ մի խնայողություն չունեի։ Իրականում ինձ թվում է, որ մենք այդ ուղղությամբ չենք մտածում, որովհետև դասախոսս լավ արտահայտություն ունի ու քո ասացի այտենց ավելի բանն է, ավելի sense ինչ որ ուրիշ ձևակերպում, ասում եմ մենք մտածում ենք sense այսօր, վաղը մինչև կեսօր։ Այդ է մեր տրամաբանությունը ու վաղը մինչև կեսօրից հետո մենք չենք նայում։ Շատ խնդալա իրականում ու միաժամանակ նաև ցավալի է, էլի։ Բայց եթե գանք բացի նրանից, որ պարզ ներդրումային գործիքներ կա, չէ, ավանդներ եւ այլն, իսկ ինչ վերաբերում է պարտատոմսերին, ստոկերին, այսինքն լավ, պարտատոմսերը համեմատաբար ավելի քիչ ռիսկային են, բաժնետոմսերին եւ անցած անգամ դու շատ լավ իվենթի էր մեզ հրավիրել, որ ընթացքում ծանոթացանք Equify CEO հետ ու շատ հետաքրքիր Samsung-ի հետ, ով շատ հետաքրքիր պրոյեկտ ունի, ինձ օրինակ հետաքրքիր էս առաջ անգամ եմ լսում, որ կա նման հնարավորություն ստարտափում ինվեստ անելու, ես որ հեռու եմ դրանից։ Հիմա կասես նոր սկսնակ ներդրողի համար շատ ռիսկային է մի անգամից մտնի այդ դաշտ, թե մեծ հաշվով տարբերություն չկա։ Կախված տարիքից իհարկե sense պատասխանը։ Ասում արի ներդրումային խորհրդատվության սա չվերածենք, որտեղ քո բոլոր տված հարցերի պատասխանները շատ կախված են անհատական հանգամանքներից, հա, եթե փորձենք մի քիչ ավելի ընդհանրացված դրա մասին խոսանք։ Սկսնակ ներդրողը, իսկ խոսում ենք այն մարդը, որ մինչև այդ ներդրումներ խնայություններ չի արել, բայց այդտեղ շատ կարևոր է թե ինչ տարիքի է այդ մարդը, ինչքան ռիսկ վերցնելու կարողություն ունի եւ ինչքան ռիսկի ախորժակ ունի, որովհետեւ 25 տարեկան համալսարանը նոր ավարտած կարիերայի սկզբում գտնվող մարդը, ով որ ամբողջ կյանքը դիմացն է, հենց նոր մտել է աշխատաշուկա։ Հա, մի քիչ ցածր աշխատավարձ է այս պահին ստանում կամ կողքից ունի բիզնես, որը հələ ամբողջությամբ եկամուտներ չի գեներացնում, դա լրիվ ուրիշ պրոֆայլ է։ Եվ մարդը, որ ասենք 50 տարեկան է ու մնացել է եւս 15-20 տարի աշխատելու ու ունի երեխաներ, հիպոթեկ, ընտանիք, դա լրիվ ուրիշ պրոֆայլ է, այսինքն երկու մարդներ կարան այս բան դեռ ներդրումներ առաջ չլինեն, բայց ամեն մեկի համար լրիվ ուրիշ գործիքակազմ է պետք տարբեր նպատակների հասնելու համար, այսինքն ամենաառաջի քայլը պետք է հասկանալ, այսինքն ամեն մարդ պետք է ինքը հասկանա, թե ինքը որտեղ է գտնվում այդ սանդղակի վրա, ինչքան ռիսկի ախորժակն ու եթե ռիսկը փորձենք
կարող է շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց այս տեսանկյունից ռիսկ երբ որ ասում ենք, մենք խոսում ենք ֆինանսական կորուստ կրելու հավանականության մասին։ Այսինքն ռիսկ վերցնելու կարողությունը մարդու ինչքան է։ Եթե երիտասարդ ես, չունես շատ մեծ պարտավորություններ, չունես երեխաներ, այդ դեպքում քո ռիսկ վերցնելու կարողությունը բնականաբար շատ ավելի մեծ է, որովհետև դու կարող ես այսօր ներդրում անել, ներդրումը կորցնել, բայց դու դիմացդ դեռ ունես մոտավորապես 40-45 տարի հետ բերես աշխատելու, նորից այդ ներդրումները անելու եւ հետ բերելու։ Եվ ռիսկի ախորժակը դա ամեն մարդու մոտ դա անհատական է, հա, ավելի շատ էտենա թե ներդրում արեցիր, ներդրմանդ գինը հանգարց 10, մի օր վեր կացար, տեսար 15%-ով ընկել է, ինչ ռեակցիա ես տալիս։ Դա արդեն ռիսկի ախորժակի մասին է խոսում։ Դու շատ ռիսկ վերցնող մարդ ես, թե ռիսկերից խուսափող մարդ ես։ Հետևաբար արդեն քո գործիքակազմն էլ քո նշած տարբերակով կարող շատ տարբեր լինեն։ Ավանդները մի կողմից կամ պետական պարտատոմսերը, որոնք երաշխավորվում հա, ավանդները ինչ որ մինչև 16 միլիոն դրամ երաշխավորվում են, 7 միլիոնն էլ այո, իսկ պետական պարտատոմսը ինքը համարվում է զրոյական ռիսկով, այո, risk free ինստրումենտներ են իրանք։ Ու սպեկտրումի մյուս կողմում դա ստարտափների ներդրումներն են, եթե խոսենք տրադիցիոն ակտիվների մասին, իսկ եթե ոչ տրադիցիոն, ունես նաև արդեն կրիպտո արժույթներ, որը շատ ավելի ռիսկային է, քան ստարտափները։ Կարող ենք անդրադառնալ ընթացքում տարբեր ակտիվների տեսակին, սկսնակ ներդրողի համար առաջի քայլը պետք է լինի հասկանալ ինչի ես դու պատրաստ։ Երկրորդ քայլը պետք է լինի հասկանալ քո նպատակները երկարաժամկետ, ինչ ես ուզում անել, այսինքն մի բան նստենք, մի հատ պատկերացնենք 30 տարի հետո, 35 տարի հետո որտեղ ես ուզում լինել։ Ունեմ, չգիտեմ, ընտանիք, մեքենա, ոնց ենք պատկերացնում։ Գույք սեփականություն, հա, այդ ամեն ինչը դու ինքդ ես այդ ամեն ինչը վերջում ավելացնում մեջ, հա։ Իսկն թոշակի գնալու ժամանակ այն պայն, երբ որ ես էլ չեմ աշխատելու, կողմնակի եկամուտ չեմ գեներացնելու։ Ներդրման նպատակը որն է, որ դու հավաքես, այդ վերջում ունենաս բավականին հավաքած գումար, որը արդեն նոր եկամուտի տեսքով չհամալրվելու դեպքում կարողանաս այդտեղից հանես, որ ապահովես քո ընթացիկ սպառումները։ Իսկն այն թե դու ինչ ես ուզում անել 60 տարեկանում, վերջնաշում կախված լինելու թե դու այսօրվանից ոնց ես սկսելու տեղ խնայել։ Այսինքն երկրորդը սահմանում ես թե ինչ նպատակներ ունես, հետո որ հաշվում ես մոտարապես պատկերացնում ես թե ինչ գումարի մասին է դա խոսքը, այդ հաշվարկը կարելի է շատ հեշտ անել։ Կարաս դու այսօրվա գներով հաշվես, այսինքն եթե դու ունես մեքենա, չգիտեմ, ուզում ես ունենալ, այսինքն այդ տարիքում պլանավորում ես ունենալ մեքենա, սեփականություն, սեփական գույք, գնալ հանգստանալու, ժամանցի եւ այլն վրա գումարներ ծախսել, այսօրվա գներով կարաս պատկերացնես թե ամսական դա քո վրա ինչքան է նստելու, միջինացված պատկեր ստանաս, այսինքն պայմանական, չգիտեմ, հաշվում ես, ստացվում է որ այսօրվա գներով մոտավորապես մի 500,000 դրամ քեզ ամիսը փող է պետք։ Հետո 500,000-ը վերածում ես տարեկան ծախսի։ Շատ լավ, ինչքան եղավ 6 միլիոն դրամ, 6 միլիոն դրամը մի հատ էլ, ասենք 2 կամ 2.5% ինֆլյացիայով 30 տարի այսինքն այն տարիքում, երբ որ դու կլինես թոշակի, ինչքան կարժենա այսօրվա 6 միլիոն դրամը։ Երբ որ այդ թիվը պատկերացնում ես, դու մի հատ էլ բազմապատկի քանի տարի ենք պատրաստում ապրենք, հա, ասենք միջինացված, չգիտեմ, տղամարդու միջին կյանքի 75 չէր Հայաստանում։ Ես տենց թիվ եմ հիշում, բայց վստահ չեմ։ Ես հույս ունեմ, որ մի քիչ ավել է, բայց մի հատ էլ հա, այսինքն հաշվի 65 տարեկանից եւս 15 տարի, որ դու արդեն չես աշխատելու, բայց լինելու ես թոշակի, պետք է դրանից օգտվես, մի հատ էլ բազմապատկի 15-ով քո այդ մի տարվա այդքան գումար է քեզ պետք գալու։ Քեզ այդքան գումար է պետք գալու։ Հետո կատարում ես երկրորդ գործողությունը։ Բա լավ, ոնց հասնեմ ես դրան։ Հետո հետ ես գալի, ասում ես հիմա որ սկսեմ ամսական անուից հետո կամ ոչ անուից հետո երբ որ ամսական հստակ նույն գումարներն ես համալրում քո խնայողություններին, հաշվարկ անես, վերջում կպարզվի, որ օրինակի համար քեզ պետքա վենչուրային կապիտալում սկսել ներդրում անել, որպեսզի այդքան մեծ եկամտաբերություն ունես։ Ու հետո արդեն ամեն տարի այդ գործողությունը կրկնում ես, առաջի տարի փորձում ես խնայես ինչ որ միտեղ ներդրումներ ես ամ, տարվա վերջով հատ հաշվարկ ես ամ։ Ինչքան է իմ խնայողությունների պորտֆելը այս պահին, ինչքանով են իմ նախնական ենթադրությունները ճիշտ մնացել, որտեղ կարող է ցանկությունները կանոնታት իրան գնահատես հասկանաս։ Առնվազն տարին մեկ անգամ դա պետք է վերանայվի, որ ավելի ճիշտ եւ գրագետ որոշումներ կայացնես։ Միանշանակ։ Վայ, մենք մեր ոդքասթի ընթացքում ունենք մի հատ լավ ավանդույթ, մեր ամեն հյուր հաջորդ հյուրին նվեր փոխանցում, դու էլ գիտես դրա մասին։ Նվերը այսօրվա, որ ես պետքա տամ, հա, հաջորդ հյուրին։ Դա մի բան է, որը վստահ
իրեն եւ իր կազմակերպությունը, եթե ունի, շատ մեծ օգուտ է տալու, շատ մեծ։ Ու ես անձամբ իր հետ խոսելու եմ, հենց որ դու նվերը հանձնես։ Ես ման արի նախորդ հյուրի նվերը փոխանցեմ։ Շատ լավ։ Խնդրեմ բացես տուփը։ Սև տուփը շատ բան է, չէ՞, շատ դրամատիկ է, չէ՞, դարձնում է։ Հա։ Մի քիչ շտոկձե կագդա է հիշացնում։ Այո։ Մենակ ձայնը չկա վերևից։ Ուզես տուփը կարաս տաս, ես պահեմ։ Մեր նախորդ հյուրը L4 Visit Card ընկերության հիմնադիրն էր Հայկ Հակոբյան, քեզ digital visit card տանը վերդվել։ Ես մտածի ինքն էլ իր հերթին ճիշտ կրայեց, որ ամենապետքական բաներից մեկը կարա քեզ լինի։ Իրականում ինքը նաև հետաքրքիր կերպ աշխատում էր, ուղղակի հեռախոսի մոտեցնում ես NFC-ով տեղեկատվությունը ամբողջությամբ փոխանցում միանգամից քո հեռախոսին ու այն մարդուն, որ փոխանցում ես։ Կուզես նվերը վերջում հաղորդման հետ կանցնեմ քեզ։ Շատ շնորհակալություն, իրոք այսպես բանա, որ մի քիչ որ տեխնոլոգիաներ սիրող մարդ է սիրում, ասում եմ որ ուզում ես անընդհատ դրանից ունենաս, բայց ձեռդ երբեք չի հասնում, ասում լավ ես, հետո դրա կզբաղվեմ։ Իրոք շատ պետքական ու լավ նվեր է։ Մենք հենց այդ ենք խոսում իր հետ, մտածում ենք էլ ինչու չի թվայնացվել շուկայում։ Չգիտեմ, հետաքրքիր հարց է, չէ՞, բան կա որ չի թվայնացվել։ Ըստ քեզ օրինակ որ դեռ կարելի է իրան թվայնացնել։ Մենք բավական երկար մտածեցինք ու ոնց հասկացանք բոլոր ոլորտներում գրեթե ամեն ինչ թվայնացված է, գրեթե, բայց հատկապես ֆինանսական ոլորտում էլի թվայնացումը ինչքան արագ է, չէ՞ գնում արդեն։ Առաջնահերթ Հայաստանում, ճիշտ է, ինչ որ բաներ նոր է գալիս Հայաստան, բայց էլի մարդիկ ոնց են արագ ադապտացվում էլի այդ ամեն ինչին։ Օրինակ նկատել եմ, որ հիմա երբ որ on-line banking-ը թերանում է, տեխնիկական կամ որևէ կերպ, մարդիկ միանգամից դժգոհության ալիք են տալի։ Սա էլ բան չեն անում, առաջվան մասնաճյուղ մոտենալը option չեն դիտարկում, էլի։ Միանգամից մտածում են, որ դե պետք է հեռախոսով ամեն ինչ կարողանաս անես կամ թվային կերպով։ Հետաքրքիր է, էլի բան է, չէ ինչ արել, չէ ինչ որ մտածելակերպ մոտեցում։ Իսկ թվում է փորձել դա կանգնացնել կամ դրա դեմ պայքարել իմաստ չունի։ Միակ բանը որ պետք է անել, պետք է հնարավորինս շուտ փորձել ըմբռնել դա ոնց է աշխատում ու սկսել կիրառել, այսինքն այսօրվա ջուրն ու հացն է, բոլորը անցնում են թվային լուծումների, հա։ Միակ բանը որ օրինակ ես ամեն դեպքում նախընտրում եմ, միակ չէ, մի քանի բան կա, որ ես ամեն դեպքում նախընտրում եմ ոչ թվային տարբերակը, դա միջանձնային շփումն է։ Եթե այլ տարբերակ չի լինում, այսինքն տարածություն եւ այլ նմանատիպ խնդիրներ չկան, ամեն դեպքում ես նախընտրում եմ դեմարդեմ հենց քո հետ մենք արդեն ստիպված ու տարածության բանով թվային ենք շփում հաճախ, բայց թվային հաստատում ենք, երբ որ գալիս եմ, հետո հանդիպում։ Իսկ ֆինանսական ոլորտում ամեն ինչը թվայնացվում է, որը մի կողմից շատ լավ է, որովհետեւ ամեն ինչի, ամեն խոսակցության, ամեն հրահանգի, որը որպես սպառող դու կոմունիկացնում ես քո ֆինանսական կառույցի հետ, այդ ամեն ինչին մնում է թվային հետք։ Այսինքն որը պետքա տեսականորեն որակի բարելավում բերի եւ սերվիսի բարելավում բերի։ Ինչքանով է դա տեղի ունենում, ինձ թվում է մենք այդ ճանապարհի վրա ենք, կամաց գնում ենք այդ ուղղությամբ, բայց դրա հաջորդ քայլը արդեն դա բանն է, կրիպտոներն են եւ ոնց է կոչվում, ապակենտրոնացված նետվորքների վրա ֆինանսները, decentralized finance կոչվածը, որտեղ դու արդեն չունես նույնիսկ միջնորդ կառույց, որ քո գործարքը քո համար իրականացնում է, ամեն ինչ արվում է։ Այս ոնց է դա տեղի ունենում, չպատկերացրեցի ճիշտն ասած։ Այսինքն այնտեղ չկա բանկ։ Ոնց է կարգավորվում այդ դեպքում։ Կարգավորվում է քո գործարքը քո տված հրահանգների հիման վրա, մի անգամ մի հատ մեծ լոգ է, հա, մի հատ մեծ պատկերացրու ոնց որ լոգ է, որտեղ գրանցվում է գործարքը, ու այդ գործարքիդ վրա արդեն հաջորդ մարդը նոր գործարք անում, դրա վրա ավելացում է նոր ինֆորմացիա, ու ստացվում է որ քո ինֆորմացիան չի կարող ինքը մշտապես այդտեղ պահպանվում է։ Ու մի գործարք իրականացնել, ես մա շատ բարձրացված եմ ասում իհարկե, ունեցել չի որ այս իմ հենց բուն մասնագիտականն է, բայց երբ որ դու ինչ որ գործարք ես իրականացնում, քեզ պետք չի մի հատ միջնորդ կառույց, որը կհաստատի, որ հա ես Վահեն եմ, սա Գեղարդն է, արի ես գործարքը մենք իրար հետ մենք ուզում ենք իրար մեջ գործարք անենք, այո, Վահեի հաշվին կա այսքան գումար, Գեղարդի հաշվին կա այսքան գումար, հետո այդ փոխանակումը անելու են։ Չէ, բանի դեպքում, DeFi-ի դեպքում
բոլոր մասնակիցները գիտեն արդեն, որ իմ հաշվին կա այդքան գումար, քո հաշվին կա այդքան գումար։ Ինքը անոնիմ է, այսինքն դա չգիտեն ում հաշիվն է, բայց որ հաշվի վրա կա այդքան գումար, դա արդեն տեսնում են։ Հետևաբար երբ դու գործարքը անում ես, այդ վստահության բանը, շեմը արդեն անցած է։ Մի օղակ դուրս է գալի, երկու կողմը ավելի իրար հետ միանգամից կապ են դուրս գալիս, հա։ Հաճելի լսես, ասին շատ հետաքրքիր է։ Վայ դու եւս նվեր ես բերել միսուրին, ես չեմ ուզենա ասես ինչ նվեր է, բայց արի մի հատ մոտավոր sense գաղափարու փորձեն կրային մեզ նեոները, համել միսուրը։ Այս տուբը դժվար չի լինելու կրահել, ես նես բան եմ բերել, որը իմ կարծիքով շատ գեղեցիկ ավանդույթ է, ես օրինակ անձամբ շատ եմ ուրախանում, երբ որ ինձ դրանից նվիրում են, ու նաև նենց բան ընտրեցի, որը իմ կարծիքով ու ինչքանով ես հասկացել եմ, դա իմ եւ քո ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է։ Այսօր տեսա արդեն սա բանը հիմա դժվարում եմ ասեմ։ Եթե չեմ սխալվում, դու կարծեմ այդ գրքի քննարկումը վարել եմ։ Դու արդեն ասեցիր ինչ է։ Այս մասը լավ, սևով սպիտակ կտակ չի։ Ես այդ նույն գրքից առաջին հաղորդմանն եմ։ Այդպես պետք է նայել։ Հա, ոչինչ։ Միևնույնն է դրանում շատ չինում, բայց ինքը շատ հետաքրքիր ուղղություն է։ Իմ համար լրիվ բան էր, նորություններ վարկագիծը, մարդու վարկագիծը տնտեսագիտության մեջ, ֆինանսներում, նույնիսկ հիմա այնքան, որ շատ ոլորտներով պետք է աշխատանք գրեմ, հենց այդ ուղղությունն եմ ընտրում, քեզ մեկի վերնագիրը կասեմ ոդկասթի վերջում ինչ եմ ընտրել, որ հիմա այդ ուղղությամբ պետք է բավականին ծավալուն հետազոտություն արվի, ինձ թվում է ինքը նորարար է ու շատ երևի շատ ոլորտներում ապագայի բան ունի ինքը, ապագայի հեռանկարը շատ մեծ է։ Ամենակարևոր բանը, ամենաբարդ բանը երևի մենք չենք կարող վերլուծենք այդ մարդու վարկագիծն է, որը որ անկանխատեսելի է, որը որ անվերլուծելի է այդ գրքում ապացուցում է, որ մենք կարճ ասած մեկ-մեկ հիմար ենք լինում, մեկ-մեկ շատ խելաց ենք լինում, չգիտեմ։ Գիտես ոնց վարկագծային ֆինանսները հենց ինքը իրանով, այսքան փակագծերը բացել ես, խոսքը գնում է Դանիել Կանեմանի գրքի մասին։ Մեկը սպոյլեր է, բայց սպոյլ չի, այսինքն մեկը նվերը կա։ Դանիել Կանեմանը համարվում է վարկագծային վարկագծային տնտեսագիտության, վարկագծային ֆինանսների հիմնահայրերից մեկը Ամոս Տվերսկիի հետ միասին։ Ու իրանց ամենակարևոր բացահայտումը նա էր, որ մարդիկ ռացիոնալ չեն, այսինքն տնտեսագիտության տեսությունը ամեն ինչ գնում է, որ մարդը որոշում է կայացնում ելնելով ռացիոնալությունից։ Իրականում դա այդպես չի, որի ապացույցները շատ են, հա։ Բայց ամեն դեպքում վարկագծային ֆինանսների ամենամեծ սահմանափակումներից մեկը այս պայդերությամբ մեկը մնում է նա, որ վարկագծային ֆինանսները էլի ժամանակի տեսանկյունից ետ նայող գործիք է։ Դու շատ լավ կարողանում ես մեկնաբանես, թե ինչի ինչ որ մի բան տեղի ունեցավ, բայց դրա միջոցով կանխատեսում անել, թե ապագայում ինչ կլինի, միևնույնն է շատ դժվար է։ Շատ հեշտ է բացատրել որոշակի, չգիտեմ, օրինակ եթե խոսում ենք ճգնաժամերի մասին, որոշակի ֆինանսական ճգնաժամեր կամ հայտնի բան կա, օրինակ հունվարի էֆեկտ կա, երկուշաբթվա էֆեկտ կա։ Այդ ամեն ինչը իդեալական կարողանում ես բացատրել, որովհետև տակի հետազոտությունը շատ լավ բռնում է դրամաբանությունը բացատրում։ Որ պահին դա բացահայտվում է, նախ ինքը այդ երևույթը վերանում է, եւ երկրորդը դու փորձում ես նմանատիպ դրամաբանություն կիրառելով որոշակի կանխատեսումներ անես, ապագայի վրա դա չի աշխատում։ Այս վերջերս օրինակ այդ գրքից հետո դե միանգամից ինքը բան է շղթայաձև է, էլի, քանի խոսեցինք, այդ շատ բան թեմա է։ Միանգամից անցա Ռիչարդ Տալերին, Misbehaving կարդացել ես կամ հաստատ լսած կնես ոնց էլ չլինի։ Հիմա դեռ կարդում եմ, բավական բարդ է գնում, եթե անկեղծ ասեմ, շատ բարդ է գնում առաջ։ Ունդը ինքը բերում էր լիք օրինակներ, թե ինչ անոմալիաներ են գտել ֆինանսներում, բաժանետոմսի բացասական գին, որ չպետք է լիներ եւ այլն, բայց ամենակարևոր բանը, որ ինձ թվում է, որ ջարդում են այդ գրքում, այդ տեսությունը, այդ արդյունավետ շուկայի հիպոթեզն է, թե ոնց է ուղղակի երկու կոմպոնենտը այդ հիպոթեզի փշրվում այդ իրանց վերած օրինակները շատ երկար են ու շատ բարդ են, այսինքն չեմ կարող ասել բան անեմ, էլի ինքը Tricom-ի ու Palm-ի ընկերության բաժանետոմսերի վերստում է, այդ օրինակով ջարդելով հերթով գնում է, իհարկե տեղեր կա, որ կարողանում են իրան հակադարձեն այս կոմենկոմ, բայց ամենակարևոր բանը եւս մի անգամ ցուցադրում է, որ ավանդական տնտեսագիտության բերած մոդելները ոչ միշտ է գործունակ նվազագույն դեպքում, եթե չասեմ, որ հնացած երևի թե իմ կարծիքով նաև հնացած էլի, որովհետև այս փոփոխվող աշխարհում իրանց բերած մոդելները շատ ավելի կիրառելի են։
Ու ինձ թվում է այդ ուղղությունը պետքա Հայաստանում շատ տենց հետաքրքրություն առաջացնի, ինչը քիչ է, բավականին ասեմ։ Չնայած հոդվածներ կա, ես որտեսում եմ քիչ է, բայց էլի այդ բումը չի, որ եղել լինում է հիմա աշխարհում օրինակ, ու հետաքրված են Հայաստանում դրա համար ավելի թույլ է ռեակցիան, չգիտեմ, ինչով է պայմանավորված։ Գերարդ, ես ասեմ, որ իմ զգացածով այդպես բաները, որ ստատիստիկա այս պահին կարող է դաժե չունենանք էլ դրա մասին, բայց ես տեսնում եմ, որ բավականին շատ է այսօրով վարկագծային թե կրթությունը այդ ոլորտում, թե նաև կիրառությունը, իսկ ֆինանսների մեջ ինձ թվում է retail ոլորտում ամեն դեպքում շատ մեծ ապագա ունի հենց տվյալների հիման վրա։ Վերլուծությունների իրականացում։ Հա, բանկերը հաշվի առնելով, այսինքն նույն credit scoring-ի մեջ շատ մեծ դեր կարող ունենա վարկագծային ֆինանսները, ունենալով տվյալներ մարդկանց վարկագիծը նախկինում հաշվի առնելով, ոնց կարող ես դա կիրառել, որպեսզի հասկանաս, թե մարդը վարկունակ է, թե վարկունակ չի, ինչ տոկոսադրույք իրան առաջարկես, ինչ ժամկետով պրոդուկտ առաջարկես, որը հետևաբար բերում է նաև ավտոմատացման ու շատ ավելի մեծ վարկատեսակներ կարելի է ուղղակի մոդելներով։ Հա, նախահաստատել, օրինակ դրսում կա տենց պրակտիկա, որ Հայաստանում էլ կարծեմ ես վերջերս չեմ հիշում, որ բանկն էլ բայց տենց բան առաջարկում էր, երբ որ դու դիմում ես բանկին կամ մի հատ կառույց, որը ասենք անունը դնենք ֆինանսական սուպերմարկետ, որը քո համար քո տվյալների հիման վրա կատարում է այդ background-ում վերլուծությունը հաշվարկը, ու քեզ ասում է գիտես ինչ, այսինչ բանկերում քո մոտ այս պրոդուկտները արդեն նախահաստատված են։ Նշանակում է, որ դու գնալու ես, նոր հայտ չես ներկայացնում եւ այլն։ Հաստատված վարկը, նախահաստատված վարկը գնալու ես վերցնես ուղղակի։ Դրա համար իհարկե շատ կարեւոր է, որպեսզի ունենաս հենց կոնկրետ այդ տեսակը ֆինանսական սուպերմարկետ, որը քեզ կառաջարկի այդ ծառայությունը, դու լինես քո տվյալների տերը, դա open banking կոչվածն է, ու եթե ես չեմ սխալվում, մենք հիմա Հայաստանում արդեն այդ ուղղությամբ շարժվում ենք։ Open banking-ի ասվածը նա է, որ դու որպես բանկի հաճախորդ դու ես տնօրինում քո ֆինանսական ինֆորմացիան։ Այսօր մեր հայկական բանկերում իրականությունը տարբեր է։ Բանկերը ունեն քո մասին ինֆորմացիա, բայց դա համարվում է բանկի սեփականությունը։ Իսկ այնտեղ արդեն դու թույլտվություն ես տալիս, ասում ես հարգելի բանկ, իմ մասին ունես այս ինֆորմացիան, խնդրում եմ այդ ինֆորմացիան կիսվիր նաև այս կառույցի հետ, որովհետև ես այնտեղ ուզում եմ ինչ-որ գործարք անեմ։ Որ միանշանակ, որ ավելի է մեծ, հենց քո ասածն է լինում։ Իրականում քեզ ավելի հակված եմ հավատալ, որտեղ իմ այս մասով, այսինքն ինչ որ ունեմ այս պայն ձեռքից տակ տվյալներ, իրենք շատ քիչ է, եթե եզրակացություն անելու համար, բայց համաձայն եմ, որ վարկագծայինի վրա արվում է աշխատանք, շատը քիչը, ես ասի քիչ, ասով վստահ չեմ, բայց օրինակ հիմա նույն Երևանի պետական համալսարանում կա վարկագծային ուղղվածության ֆակուլտետ ու նաև ֆակուլտետներ, ովքեր ունեն ճյուղեր իրենց մեջ, որ այդ ամեն ինչը ուսումնասիրում են, ամերիկյան համալսարանը կա, տնտեսագիտական, բոլորներ ունեն ու աշխատում են, ուղղակի բումը չկա, որ ես կակնկալ էի որ լիներ, չգիտեմ, հիմա այսպես ամեն ինչի շուրջ պետք է բողոքական չանեմ։ Շատ բողոքական կեցված չունեմ։ Ես ամերիկյան համալսարանում սովորել եմ 13-ից 15 թվականներին ու այդ ժամանակ վարկագծային ֆինանսները դասավանդվում էր ներդրումների կառավարման Որ թվերին 13-ից 15։ Ներդրումների կառավարման առարկայի շրջանակներում ընդհանրապես դա մի դասներ ընդհանուր ամբողջ կիսամյակում, հա։ Ու նենց համընկավ, որ իմ հենց 16 թվականին երբ ես մեկնեցի London King's College սովորելու, King's College-ի ծրագրում ունեի ընտրովի առարկա, հենց վարկագծային ֆինանսներ։ Այսինքն ես դրա մասին կարելի ասել թիզերն էի տեսել, անոնսը տեսել էի մի լեկցիայի շրջանակներում ու հետո մի կիսամյակ ամբողջությամբ նվիրված էր հենց վարկագծային ֆինանսներին ու դրանց պրակտիկ կիրառությանը։ Շատ հետաքրքիր, հա, իրոք շատ լավն էր, բայց էլից ասում եմ, ցավոք սրտի ամեն դեպքում այն ժամանակ պրակտիկ մեծ մասը տեղից մեկը կիրառելի էր անցյալում ինչ-որ բան մեկնաբանելու ու բացատրելու համար, ոչ թե այս պահին կամ ապագայի համար ինչ-որ մի ձև դա օգտագործել։ Մտածելու տեղ տվեցիր, վայ, իրական ես մի քիչ ձև էի բան արել, կազմել աշխարհայացքս այդ ուղղությամբ, բայց դες լավ մտածելու տեղ տվեցիր։ Շատ հավանական է, որ ես սխալվում եմ ու իմ ունեցած ինֆորմացիան ու պատկերացումը արդեն հնացել է։ Մենք սա հիպոթեզներ ենք ասում, որը որ կարայև ճիշտ չլինի, կարայև ճշմարտանման։ Դու նկատեցիր, որ մենք տաղավարում մենակ չենք։ Իհարկե։ Ես շնորհակալ եմ, որ դու նկատեցիր։ Ձուկը, որը որ քնել է։ Մենք ստուգել ենք, ինքը ողջ է ամեն դեպքում։ Դու ունես ցանկություն, որ կուզենաս ասես ոսկե ձկանը, ու մենք էլ լսենք դրա մասին, որը իրոք ի սրտե այսքան ժամանակ ուզում ես իրականանա, չգիտեմ,
3 հատ, 1 հատ, արի չդնեմ թվեր։ Դու ինչքան ունես ասա։ Գիտես ինչ ցանկություն կուզենայի ասել։ Նայ, ես օրինակ հակված եմ հավատալ, որ մարդու հաջողության մեջ մոտարապես մի 15-20% դա շնորհքն է կամ տաղանդն է։ Շատ մեծ կտոր 70-60-70% միգուցե մի քիչ ավելին դա հետևողական աշխատանքն է եւ մի շատ փոքր կոմպոնենտ է կա բախտի։ Արի մենք մեր ոսկեձկնիկին խնդրենք դու քո բռնած գործին այս ոդքասթին հաջողություն այդ բախտի կտորը ապահովի, որտեղ դու հետևականորեն քո գործը կանես հաստատ, ոնց որ թե մոտդ լավ էլ ստացվում է, թող ինքն ապահովի։ Ես իմ համար պայեցիր ցանկություն։ Այո, հետո դու էլ իմ համար կպայես։ Այո, ես կպայեմ։ Ես իրականում այսքան ժամանակ բայց իսկականից նոր հասկացա, որ ես երբեք այս ձկանը ցանկություն չեմ ասել։ Միշտ ուրերս եմ հարցնում, բայց ես լավ բան չասի, վայ, ես չեմ մտածել ընդհանրապես։ Հետաքրքիր է։ Պարտադիր չի հենց հիմա։ Չէ, հենց ինչ չէ։ Ես նախ իրականում ճիշտ ես ասում, որ ես էլ եմ համաձայն քո հետ, որ մեծ մասը մեր հաջողության կամ այն ինչը որ մենք ուզում ենք իրականացնել, կոմպոնենտները հենց քո ասածն է։ Հետևական աշխատանքն է, նաև բախտը միակ կոմպոնենտն է երևի քո ասածներից, որի վրա մենք կոնտրոլ չունենք։ Հա, անունը դնում ենք բախտ շատ բարձրացած, բայց ասենք դրա տակ շատ բան կար ամեն։ Այո, դա արտաքին գործոններ են, որոնք շատ լավ կարող համադրվեն, կարևորը դու այդ պահին պատրաստ լինես այդ հնարավորությունից օգտվելու։ Հա, միանշանակ։ Ու ես ընդհանրապես անցած ոդքասթն էլ ասացի, ես այդ միտքը շատ էի հավանել, որ լսել էի Haberman Lab-ի ընթացքում, ասում էր, որ բոլոր ռեսուրսները սպառվում են։ Վերջ-վերջը ինչ-որ մի փուլում դա կամքի ուժն է, հետևականությունն է, դիսցիպլինան է, դա էլ է ռեսուրս, որը սպառվում է։ Ես անկեղծ շատ մեծ ցանկություն ունեմ իմ մոտ այդ ռեսուրսները անսպառ լինելու, որովհետև ես ուրիշ բան չեմ ուզում ունենամ։ Դրանից բաց ուզում եմ ամեն ինչ հասնեմ այդ ուղղության, այդ միջոցներով, ոչ թե միանգամից պատրաստի ինչ-որ բան ունենալ։ Դրա համար շատ կուզենամ, որ այդ ռեսուրսները իրոք անսպառ լինեն, երբեք չսպառվի։ Չնայած ինչքան անիրական է թվում, ու դժվար ինքն անի, բայց երևի կանի, չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ու կուզենամ որ քո մոտ էլ վստահաբար ինչքան որ հասցրել ենք իրար ճանաչենք կարճ ժամանակահատվածում, վստահ եմ որ դու ես հետևական քո ցանկացած աշխատանքում ու քո մոտ է թող անսպառ լինի։ Չի եղել։ Համի մամ քո մոտ թող անսպառ լինի։ Ու կտեսնենք արդյունքները։ Դե տեսնենք ոսկեձկնիկը ինչ անում, բայց այդ ամեն ինչը մարզելու արդյունք է ինձ թվում է։ Ինչքան շատ ես անում բաներ, որոնք չես ցանկանում անել դժվար են, այդքան հետո այդ ամեն ինչը շատ ավելի հեշտ է քեզ տրվում։ Հա, բնականաբար լինում են, չէ, օրեր որ վերեսկանում ոչ մի բան չես ուզում անես, բայց պետք է անես։ Հա, անում եմ, ես նույնիսկ show-up-ի զուտ լինելու անելու համար անում եմ, օրինակ նույն վազելը ենթադրենք, ես եթե պետք է վազեմ կես ժամ, բայց հավես չունեմ, կգնեմ կվազեմ 10 րոպե, բայց կանեմ դա։ Իրականում միշտ տենց չի եղել, հենց 10 րոպե վազել եմ, 20 եմ վազել, զուտ արել եմ։ Սկիզբը դժվար։ Հա, շատ դժվար է։ Առաջարկում եմ մի հատ նկարվենք, այսօրվանից ունենանք հիշողություն, բայ, ինչ կասես, selfie անենք։ Ամենատարածված բաներից մեկը։ Նստած տեղից ենք։ Ժպտանք։ Վերջ։ Գերազանց։ Ինչ ասեմ, շատ շնորհակալ եմ քեզ վայ որ եկար։ Ինձ թվում է ճիշտ է, իրականում այս ուղղությամբ շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալը, ոնց դու շեշտեցիր խնայողություններ, քանի տոկոս, ինչ ձև եւ այլ ամեն մեկ ունի իր նախասիրությունները, ամեն ինչ ասել ես գրեթե։ Ես հույս ունեմ, որ ուղղակի մեզ լսողը կգտնի ինչ որ մի ուղղություն, գոնե մտածելու տեղ կտանք այն մարդկանց համար, ովքեր որ խնայողություններով ուզում են խնայողություններ անեն այս պահին կամ չեն ուզում ու կառաջացնեք այդ ցանկությունը իրանց մոտ ու կգտնեք ձեր համար հետաքրքիր ինչ-որ բան, որ այդքան ինֆորմացիայի մեջից որ տվեց Վահեն։ Վահե ջան, շատ շնորհակալ եմ։ Քեզ բարի թռիչք եմ մաղթում վաղվա համար։ Հույս ունեմ, որ շուտով քեզ էլի հետ կտեսնենք Հայաստան։ Հույս ունեմ, որ նա գիտեմ, որ գալիս, շուտ գաս։ Մերսի շատ Գեղարդ ջան, ես էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ու իրոք, ասում եմ, չվերածենք մեր այս ոդքասթը դասախոսության կամ ինչ-որ բաներ, որովհետև եթե նայես պրակտիկան ոնց է, հա, ներդրումներ անելու համար գոյություն ունեն հարթակներ, այսինքն այն մարդիկ դու այդ հարթակի միջոցով ինքնուրույն ես որոշումներ կայացնում, մինչև հասնում ես որոշակի խնայողությունների մակարդակի։ Երկրորդ էտապը դա արդեն երբ որ ունես ֆինանսական խորհրդատու, ով որ բայց դրա համար պետք է ունենաս շատ բավականին մեծ կապիտալ։ Սովորաբար մինչև ընդունված է համարել ամեն դեպքում եվրոպական երկրներում, նաև Ամերիկայում, մինչև $50,000 խնայողությունները դու ինքդ ես կառավարում։ Իսկ դա նշանակում է, որ եթե դու նոր սկսող ներդրող ես, հնարավոր է ինքնուրույն անել։
միանշանակ հնարավոր է, բայց դա նաև պահանջում է ժամանակ եւ ուշադրություն, որ դու մի քիչ պետք է հետազոտես, հասկանաս ինչ ես ուզում անես։ Հա, մենք սկզբնական ուղղվածությունները տալիս ենք, դու ձևավորում ես քո անվտանգության բարձիկը 3-ից 6 ամսվա կամ 6-ից 12 ամսվա, նայած պարագայում ունենաս։ Հա, ունենաս ապահովության բարձիկ, կողքի դրած շատ արագ հասանելի գումար, որ եթե ինչ-որ բան եղավ, դու այդ գումարից կարողանաս օգտվես, ենթադրենք քեզ աշխատանքից են ազատել կամ դժբախտ դեպք է պատահել, գումարը պետք, որ առաջի քո ցանկությունը չլինի գնալ վարկ վերցնել։ Երբ որ այդ խնայողության բարձիկը արդեն ձևավորած է, մնացած գումարը արդեն սկսում ես ներդնել։ Այսօր իրականում շատ մեծ հասանելիություն կա օգտվելով ChatGPT-ից եւ նմանատիպ LLM մոդելներից։ Դու ունես բազմաթիվ աղբյուրներ ինֆորմացիա հավաքելու։ Այդ աղբյուրը իրականում ինքը եթե նույնիսկ մի ինչ-որ բանը սխալ ասի, ճիշտ ասի, մեծ հաշվով կոմպենսացվելու է։ Բայց դու ունես բազմաթիվ գործիքներ, այսօր հայկական շուկայում կան արդեն պլատֆորմեր, որոնց միջոցով դու կարողանում ես նաև ներդրում կատարես միջազգային ակտիվների մեջ, բայց եթե ամենահասարակ կատեգորիաները որպես սկսելու կետ ասենք, հետո մարդիկ հետաքրքրված լինեն շարունակեն, դու Հայաստանում ունես ներդնելու հայկական ավանդների եւ պարտատոմսերի, ընդ որում պարտատոմսերը Հայաստանում պետք է տարանջատել 3 տեսակ, դա պետական պարտատոմսերն են, որոնք մենք նշեցինք, որ զրոյական ռիսկով դու ունես եւ երկրորդ կատեգորիան դա կորպորատիվ պարտատոմսերն է, իսկ կորպորատիվ պարտատոմսերի մեջ ունես բանկերի եւ ոչ բանկ հաստատությունների պարտատոմսեր։ Բանկերի թողարկած պարտատոմսերը իրանք նույն ձև ապահովագրված են ինչպես է նույն բանկում ավանդը, որը կարելի է ասել նորից զրոյական ռիսկով գործիք է, մինչև 16 միլիոն։ Կարծեմ նույն շեմն է։ Հենց նույն շեմն է։ Էլի առավելություն կա, պարտատոմսը չի հարկվում։ Վերջը եկամուտային հարկով չի գանձվում, էլի։ Այո, կորպորատիվ պարտատոմսերի երկրորդ կտորը դա ոչ բանկ պարտատոմսերն են, այսինքն ցանկացած բիզնեսով որ վարկ է վերցնում, ինքը տեսականորեն կարող է նաև թողարկի պարտատոմս, իր նպատակները իրականացնելու միջոցների ներգրավումը։ Այդ պարտատոմսերը սակայն իրանք մի քիչ ավելի ռիսկային են, որովհետև այդ պարտատոմսի վերադարձը անմիջապես կախված է այդ ընկերությունը կարողանա իր դրամական հոսքերը ճիշտ կառավարի, որպեսզի ունենա բավական գումար իր պարտատերերին վճարի պարտատոմսերի կուպոնները կամ տոկոսները եւ նաեւ մայր գումարը։ Բացի դրանից պարտատոմսերի դեպքում պետք է հիշել, որ պարտատոմսի գինը ընթացքում կարող է փոխվի, այսինքն եթե դու այսօր ձեռք ես բերել $100-անոց պարտատոմս, շուկայական գին ունի, ինքը ունի շուկայական գին, ու եթե դու այդ պարտատոմսդ մինչև մարվելը որոշում ես վաճառես, պարտատոմսի գինը կարող է ավելի բարձրանա կամ իջնի։ Մյուս տարբերակը ներդրումների դա բաժնետոմսեր են, այսինքն դու բիզնեսում ձեռք ես բերում մասնակցություն ու հետեւաբար արդեն բիզնեսի գեներացրած շահույթից ունենալու ես մասնաբաժիններ։ Ու այդ նույն բանը դու կարող ես անել ոչ հայկական շուկայում, այսինքն միջազգային շուկաներում։ Եվ ամենագեղեցիկ գործիքներից մեկը իմ կարծիքով, որ սկսնակի ներդրողի համար դա ինդեքսային ներդրումներն են։ Ու ինչ է ինդեքսային ներդրումը իրանից ենթադրում, որ դու չես ընկնում մանգաս կազմակերպություն, որը քո կարծիքով մնացած կազմակերպություններից լավն է կամ վատն է։ Որտեղ այնտեղ բազմաթիվ գործոններ կան, որոնք նույնիսկ մասնագետ լինելով դու չես կարող կառավարել։ Ինդեքսային ներդրման դեպքում դու այդ ամբողջ գործը վստահում ես, ասում ես ձեռք եմ բերում ամբողջ շուկան։ Կառուցում եմ դիվերսիֆիկացված պորտֆել, օրինակի համար Ամերիկայի խոշորագույն 500 կազմակերպությունների բաժնետոմսերի փաթեթն եմ ձեռք բերում, այո, S&P 500-ի փաթեթը։ Կան ֆոնդեր, ովքեր դա թողարկում են, օրինակի համար Vanguard-ը ունի BlackRock-ը, այսինքն BlackRock-ի դեպքում կարծեմ դա iShares-ն է, Vanguard-ի դեպքում Inca ոնց որ առնում ես, դու ունենում ես փայ այդ ETF-ում, հենց փայ է կոչվում կարծեմ մեր բանով, ու այդ փայի մեջ ներառված է բոլոր այն ընկերությունները, որը որ արդեն կա, չէ՞, ֆոնդը, եթե ճիշտ եմ հասկանում։ Ու դու կոպիտ ասած այդ գլխացավից ազատվում ես, որ այս կազմակերպությունը մյուսից լավն է, այս մեկը պետք է ընտրածել լինի եւ այլն, չէ՞։ Դու ձեռք ես բերել ընդհանուր 500 խոշորագույն կազմակերպություններից ամեն մեկից մի փոքր մասնաբաժին, ու երբ որ առհասարակ նորություններ խոսում են օրինակ Ամերիկայում կապիտալի շուկաները աճում են կամ նվազում են, սովորաբար հենց այդ դրան էլ իրանք անդրադարձ են կատարում։ Դա խոսքը չի գնում, որ մենակ Nvidia-ն է աճել կամ նվազել կամ այլ բան է, չէ՞, հակառակ կորելացված պորտֆելները հիմնական, իսկ եթե միտեղ բարձրանա, միտեղ իջնի, այս բանը կա, չէ՞։ Նու այս պահին իհարկե դոմինանտը մեջները մեկը tech ոլորտն է, որովհետև S&P 500-ի խոշոր 7 կամ 8-ը, եթե չեմ սխալվում, այսօրով tech ոլորտից են, այսինքն իրանց կորելացիաները իրանք մեկը իրար հետ կորելացված են լինելու, բայց միևնույնն է, այնտեղ կան կազմակերպություններ, ովքեր ունեն կամ բացասական կամ զրոյական կորելացիա tech ոլորտի հետ։ Կա հետաքրքիր տարբերակներ կան։ Այսինքն սա սկսելու համար շատ լավ գործիք է, որ տեղից սկսես ու հետո արդեն որ տեսնես ինքը ոնց է
իրան պահում, այսպես ասած, Ըստ ժամանակի դրա ընթացքում ըստ դրա արդեն որոշումներ նաև որոշումներ կայացնես, հետագամ դու ինչ որ մի բան ձևավորում ես քո հիպոթեզները, ոնց որ ասիր մենք այստեղ հիպոթեզներ ենք ձևավորում։ Ձևավորում ես քո հիպոթեզը, այո, ստուգում եք ճիշտ է, սխալ է եւ այլն։ Այո, միանշանակ։ Շատ շնորհակալ եմ, Վահե ջան։ Ինչ անենք, գնանք միտեղ թեյ խմենք։ Գնացինք։ Չնայ շոկա, ինչ թեյ, արի սառը թեյ գոնը խմենք։ Շոկ եղանակին էլ են թեյ խմում, ասում են հովաստում է։ Արաբներն են, չէ՞։ Այո։ Որն արի դե դուրս գանք լույս անջատենք դուրս գանք։